Կյանք տվողը Տերն է մեր Աստված, մեկ անգամ ծնվում ենք, որ իր մոտ գնանք, փուչուն այնության մեջ, կյանքը չեն վատնի, այլ որպես մի մարգարիտ թանկ, այդ մարգարիտ թանկը մենք ենք, ամեն մեկը թող ասի ես եմ, թե չմտածեք ես եմ, էլի մենակ, ես էլ եմ, ընեն չի որ ես չեմ, ես էլ եմ դուք էլ, Okay, սիրելիներ, բայց լավ կլներ, որ մեր մայեստրոն սիրուն գեղեցիկ երկրպագություն նվագեր, լավ, ինչևից է, գնում ենք առաջ, սիրելիներ, ուզում եմ ասեմ, որ այսօր ես ուզում եմ խոսամ մի կարևոր բանի մասին, որը կոչվում է բարություն, այս վերջերս ընդհանրապես բարությունը, դա Աստծո բնավորությունն է, բոլորս գիտենք, մենք ստեղծված ենք Աստծո պատկերով և Աստծո բնավորությունը մենք ունեցել ենք, բայց ցավոք, շնորհիվ մեր նախապապին, Տերը ողորմա իրան, որը տենց վեր կալավ, տենց սաղ հարամեց, սաղ պատմության ուղին ծռեց, Տերը պատրաստել էր մի բան, մեր նախապապը վեր կալավ իրան, իրա թուլության պատճառով մեր նախատատին լսեց ու սենց կրակը գցեց սաղից, բայց ինչևից է, քանի որ անօրենությունը լի է, քանի որ չարությունը լի է կյանքում, մենք այնքան չարացած ենք, մենք այնքան չարիքով լցվում ենք, որ այդ բարիությունը կորցրել ենք և Աստված ստիպված փոխում է վերածնունդի միջոցով, Քրիստոսի միջոցով, Սուրբ Հոգու միջոցով փորձում է մեզ վերադարձնի այն կերպարին, որը սկզբանե մենք ունեցել ենք։ Եթե ուշադիր լինենք և անկեղծ լինենք, մենք բավականին չար ենք։ Իհարկե մենք եկեղեցի ենք հաճախում և իրավունք չունենք նման բան ասելու, մենք սիրում ենք ասենք, մենք հաղթող ենք, մենք սուրբ ենք, մենք կատարյալ ենք, մենք արդար ենք, մենք զորավոր ենք, այդպես բաներ 90-ական թվականներում միշտ ասել են, հիմա էլ ենք ասում, խնդիր չկա, ես էլ կարամ ասեմ, ժողովուրդ ջան, մենք զորավոր ենք, մենք հզոր ենք, մենք էս ենք, այն ենք, ֆլան, ֆստան, կարանք ասենք, բայց երբ որ գալիս է գործը հասնում է դիվան բաշուն, ոնց ենք մենք արձագանքում։ Երկրորդ Կորինթացիների 9:8-ում Պողոս առաքյալն ասում է, բայց Աստված կարող է ամեն շնորհքներ ավելացնել ձեզանում, լսեք, Աստված կարա ամեն տեսակի շնորհք ավելացնի, այսինքն տաղանդներ տա, դռներ բացի, հնարավորություններ տա, որ ամեն բանի մեջ, ամեն ժամանակ, ամեն բավականություն ունենալով բարի գործի համար ավելանակ։ Այսինքն, երբ որ Աստված տալիս է տաղանդներ, շնորհքներ, հնարավորություններ, դռներ է բացում, գերբնական աղբյուրներ են բացվում, մեկ էլ տեսնում ես որդի ինչ-որ մի բան եկավ, ասենց օրիջինալ գլխի տնկավ, պայթեց և քեզ դարձրեց ճանաչված, դարձրեց փողատեր, դարձրեց խոսքի տնատեր, երեխատեր, թոռնատեր, ծոռնատեր, Տերը օրհնեց քեզ, Տերը տարբեր ձևով օրհնում է քեզ և գրված է ամեն տեսակի օրհնությունները Տերը ուղարկում է, որպեսզի մենք բարի գործերի մեջ ավելանանք, որպեսզի մենք բարի գործերի մեջ ավելանանք։ Երկրորդ Տիմոթեոս 3:16-ը ասում է Աստված մարդուն դաստիարակում է, խրատում է, որպեսզի մարդը կատարյալ լինի և պատրաստ լինի ամեն բարի գործի։ Այս տեղերը սիրելիներ ցույց են տալիս, որ Տիրոջ կամքն է, որ մենք լինենք բարի և բարիություն դրսևորենք։ Բայց ասեմ ձեզ, բարիությունը դա մի բան է, բարեգործությունը լրիվ ուրիշ բան է։ Եկեք չխառնենք։ Ես ուզում եմ մի քանի րոպե ձեր ուշադրությունը խլեմ։ Ուզում եմ, որ դուք այստեղից գնաք հասկանալով բարեգործության մասին չեմ խոսում։ Այսօր բարեգործություն շատերն են անում։ Այսօր բարեգործություն բոլորն են անում, չարերն էլ են անում բարեգործություն, տոնքան բարեգործություն անող կա, ավել, պակաս, լևի, պրավի, սաղ բարեգործներ են, բարերարներ են, բարեգործներ են, աստեղ դրա մասին չի խոսում, կարելի է բարեգործ լինել, կարելի է շատ բարիք անել, կարելի է շատ որբերին հասնել, շատ սովածներին կերակրել, շատ ծերերին հասնել, շատ հիվանդների համար հիվանդանոցներ հարմարավետ սարքել, բայց բնությամբ մնալ չարը։ Ես խոսում եմ հիմա բարիության մասին, իհարկե, երբ որ մարդը բարի է, բարիությամբ է, իր գործերն էլ են բարի, որովհետև ինչպիսին է ծառը, այնպիսին էլ պտուղն է։ Ես ուզում եմ, որ մենք մի քանի բաներ հիշենք այսօրվա մեր թեմայից։ Առաջինը, որ բարիությունը դա Աստծո բնավորությունն է, Սաղմոս 119:68, բարի ես դու և բարի անող։ Սաղմոս 2-ն ասում է բարի ես դու և բարի անող։
Սիրելիներ, եթե բարիությունը այդքան հեշտ ու պրիմիտիվ բան լիներ, չէր լինի կարիքը բարիության պտուղի։ Եթե բարիությունը մենակ ծերին տեղ տալն է, նստելը, միայն սովածին հացավորելն է, ընկածին բարձրացնելն է, դա այն չի, ինչ Աստված ուզում է։ Ես ուզում եմ, որ մենք այսօր փորձենք մի քիչ լայն նայենք այս գաղափարի վրա, այս խոսքի վրա։ Կամանց գնանք առաջ։ Ինչի համար է մեզ բարիությունը պետք։ Այսօր ամբողջ աշխարհը, Instagram-ը, այսօր բոլոր ժամանակակից բլոգերները բոլոր ասում են, որ շատ բարի լինել չի կարելի, ընդհանրապես բարի լինելը շատ վտանգավոր է, որովհետև բարիությունը միշտ չի գնահատվում, բարիությունը միշտ վարձատրվում է վատով, դրա համար ինչքան հնարավոր է պետք է բարի չլինես, քարոզչություն է տարվում, որ պետք է լինես ամուր, պետք է լինես ժոստկի, որպեսզի անկոտրուն, որ քեզ աշխարհը գուլ չտա։ Ասեմ ձեզ, ինչի համար է պետք բարիությունը։ Առաջինը, բարիությունը պետք է մեզ, որովհետև դա մեր զենքն է։ Դա Տիրոջ զենքն է եւ բարիության հետևում կանգնած է Աստված, իսկ ինքը միշտ հաղթում է։ Հռոմեացիս 12:21-ում գրված է. «Չարից մի պարտվիր, այլ բարիով հաղթիր չարին»։ Բարիությունը դա զենք է։ Բարիությունը դա պարտություն չի։ Բարիությունը դա թուլություն չի։ Բարիությունը это не слабохарактерность. Բարիությունը դա քո թուլությունը չի, բարիությունը դա զենք է, որով մենք կանչված ենք պայքարենք չարի դեմ եւ ինչպես ասված է, այդ բարիության հետևում կանգնած ենք ոչ թե մենք, այլ Աստված, իսկ Աստված միշտ հաղթում է։ Հիշիր, որ Աստված միշտ հաղթում է։ Բարիության հետևում եթե կանգնած ես դու, եթե դա արհեստական մարդկային բարիություն է, դրա հետևում չկա Քրիստոս։ Դու կարաս հաղթես, կարաս պարտվես, մի օր կարաս հաղթվես, մի օր կարաս պարտվես, բայց երբ որ քո բարիությունը դրսևորվում է որպես Սուրբ Հոգու պտուղ, դրա մասին մենք մի քիչ հետո կխոսանք, դա բերում է հաղթանակ։ Ինչի համար է մեզ բարիությունը պետք։ Դա մեր հավատքի պտուղն է։ Սիրելիներ, դա հնարավոր չի։ Ախր դուք եթե ծառ տնգեք տանը, առել եք, գնացել եք փող եք տնվել, տանձի ծառ եք առել, բերել եք տուն տնգել եք, 1 տարի, 2 տարի, 3 տարի, պտուղ չի տալի, անընդհատ ворթոտ է, անընդհատ անկապ ասեն ծառը աճում է, փարթամ տերևներով դալարա, սպասում ես որ հայ, հեսա պտուղ տեսուտի պտուղ չի տալի, մի տարի, 2 տարի, ում է պետք այդպիսի ծառը։ Ում է պետք այդպիսի ծառը։ Ընդհանրապես մենք գիտենք, որ նորմալ ծառը, երբ որ տնկում ես, պտուղ է տալի։ Երբ որ մարդը ապաշխարում է, ինքը սկսում է հոգևոր պտուղներ տալ։ Եվ զարմանալու է, որ մարդիկ ապաշխարում են, մարդիկ գնում են առաջ քրիստոնեական կյանքում, բայց շարունակում են անպտուղ մնալ։ Ինչն է պատճառը։ Ես ձեզ ասեմ, կա Պողոս Առաքյալը պարզ բացատրում է, կան 3 տիպի քրիստոնյաներ՝ շնչավորներ, մարմնավորներ եւ հոգևորներ։ Շնչավորները նրանք են, ովքեր չարացած են։ Իմիջայլոց ասեմ ձեզ, որ հիշում եք Հիսուսը ասեց. «Ինչ օգուտ ունեք դուք, եթե ձեզ սիրողներին եք սիրում»։ Հիսուսը ասեց. «Ինչ օգուտ ունեք դուք, եթե ձեզ լավություն անողներին եք լավություն անում։ Ինչ օգուտ ունեք, եթե ձեզ բարև տվողներին եք բարև տալի»։ Ուրեմն տեսեք, չար մարդիկ, ովքեր շնչավոր են, ովքեր չար են, նրանք սկի բարև չեն տալի, եթե նկատած կլինեք չար մարդիկ կան, որ սկի վրիջ չեն էլ նայում։ Ոչ բարև են տալի, ոչ քո բարևն են առնում, ոչ էլ իրանք այնքան չար են, դաժե եթե դու բարև տաս, բարև չեն տա։ Կգնաս իրանց տուն, իրանք կյանքում քո դուռը չեն բացի։ Կան շնչավորներ, չարեր, կան մարմնավորներ։ Այսինքն մարդիկ, ովքեր ժամանակին չար էին, ապաշխարել են, արդեն Աստծո բնությունը հագել ես, արդեն Աստծո սերմը ընկել է մեջդ, արդեն սկսել ես դու հոգևոր ինչ որ
process-ներ ա սկսվել քո մեջ կատարվելու, բայց տեղ ընկնելուց դու ավելի գերադասում ես վերադառնալ քո հին բնավորության, քո հին ստիլով պատասխանել, քո հին ստիլով ռեակցիա տալ, քանց թե նոր, եւ դրանց Պողոս առաքյալը ասում է մարմնավոր, այսինքն դուք ունեք Աստծո հոգին, բայց շարժվում եք դեռ մարմնով, ունեք Աստծո հոգին, բայց հոգով չեք շարժվում, անընդհատ քրիստոնյաներն տեսած կլնեք, ինչքան հետաքրքիր քրիստոնյաներ կան, որ հավատացյալ են, եկեղեցու մեջ են, ծառայողներ են, ամեն ինչ շատ լավ է, պետք է հոգևոր պտուղները, ասենց դրսևորվի, բայց իրանք հենց մի փոքր բան իրանց մոտ դրսևորվում է մարմին, անընդհատ ագրեսիա, անընդհատ ջղայնություն, բարկություն, վրեժխնդրություն, անընդհատ sense մի փոքր կպնում ես քեֆին մի անգամից, անենց էլ հիշում են, տարիներով հիշում են ու կարան տարիներով մուրը պահեն, դա նրանք են, ովքեր արդեն չար չեն, նրանք բարի են արդեն դարել, նրանք արդեն բարի են, բայց սովոր չեն բարիությունով շարժվեն, որովհետև սատանան այնքան սովորացել է, որ մենք երբ որ գիտեք, չէ՞ որ մարդը ինչին որ սովորում, այնակ վարորդները սովորում են, ինձ միշտ հարցնում են մի քանի որ ուրիշ վարորդի հետ եմ ես տեղ գնում ավտոյով, ասում են բախի ես ճամփով գնացիր, ասում են որովհետև ես սովորեմ ես ճամփին, մարդի ամեն մարդ մի ձև է սովորել, Հենրիկը մի ճամփա է սովորել, կարող է ես ու ինքը գնանք նույն ակսայը, բայց տարբեր ճանապարհներով, ով ինչին սովորել է, ով որ ճանապարհին սովորել է, այդ ճանապարհով էլ գնում, անկամ նրանից երկար է թե կարճ է, սովորել է այդ ճամփով էլ գնում է, հիմա անկամ նրանից Սուրբ Հոգին քո մեջ է, թե չէ դու ոնց սովորեիր պատասխանելու, ոնց է քեզ սիրողներին մենակ սիրել, քեզ բարև տվողներին միայն բարև տալ, Աստված ասում է, չէ որ Աստված հայրը արևը փայլեցնում է եւ բարիների վրա եւ չարերի վրա, չէ որ անձրևը ուղարկում է եւ բարիների վրա եւ չարերի վրա, Աստված ջգողություն չի անում, ինքը իր օրհնությունը տարածում է բոլորի վրա, ով կառնի, ինչի ենք մենք տարբերություն դնում այսօր, հոգևորները նրանք են, ովքեր ունեն Աստծո հոգին, ովքեր արդեն ունեն այդ բնավորությունը եւ շարժվում են համապատասխան հոգու, ամեն օր մենք ունենք փորձություն, բայց ոնց ենք փորձությունից դուրս գալու, դա ցույց է տալի ով ենք մենք եւ ինչպիսի հոգևոր ենք մենք, ուրեմն դա ասեցի, հավատքը ինչի համար է պետք, որովհետև դա մեր հավատքի պտուղն է, մեր նորոգված կյանքի պտուղն է, դա մեր ցուցանիշն է, միայն նոր մարդը կարա բարիություն ունենալ, բարիություն եւ ողորմություն, միայն նոր մարդը, բարիություն, բարեգործություն չէ, բարի սիրտ, միայն նոր մարդը կարա ունենա, Երկրորդ Կորինթացիս 5:17-ում գրված է, եթե մեկը Քրիստոսի մեջ է, նոր արարած է, հներն անցան, ամեն բան նոր եղավ։ Ստեղ սիրելիներ Աստվածաշունչն ասում է, որ եթե մեկը Քրիստոսին ընդունել է, պետք է մոռանա հին ձևերը, պետք է մոռանա հին տեսակները խնդիրների լուծման հին տեսակները, մեթոդները պետք է մոռանաս, որովհետև հներն անցան, ամեն բան նոր եղավ, հին բնավորությունը, հին ձևերը, հին սխեմաները, հին մեթոդները, հին գործիքները արդեն պետք է չաշխատեն, Քրիստոսով ծնվածների, Քրիստոսով կենդանի եղողների համար գործում են նոր գործիքներ, գործում են նոր մեթոդներ։ Եփեսացիների 4:32-ում Պողոսն ասում է՝ միմյանց հետ քաղցր եղեք, բարի եղեք։ Սիրելիներ, բարին մենակ մեծ ու խոշոր բաների մեջ չի։ Երբ որ մենք ասում ենք բարիություն անել, բարի լինել, մենք ի նկատի չունենք մի ինչ որ մի հատ սարեր ենկուրը դեսնանել, կամ ինչ որ մի բաներ, ինչ որ դա կապված չի մեծ բաների հետ։ Բարիությունը կնոջդ լսել, ոչ թե հնազանդվելու մասին եմ ասում, այլ սլուշեց, լսել, ինչ որ կարիքավորին լսել, ցավակցել ցավողին, բարի խորհուրդ տալ, վերջապես ժպտալ, դա էլ է բարիություն։ Ամենափոքր բարիության դրսևորումը սիրելիներ կարա մեծ հետք թողնի մարդու կյանքի վրա, ամենափոքր բարիության դրսևորումը։ Պետք չի, մենք շատ անգամ ուզում ենք ինչ որ մեծ բաներ անենք, բայց ստացվում է որ ոչ են ենք անում, ոչ էլ են, ոչ մեծն ենք անում, ոչ էլ փոքրը։
Հռոմեացիս 12:17-ում ասում է. ոչ մեկին չարի դիմաց չար մի հատուցանեք։ Սիրելիներ, գնալով, գիտեք ինչի ավետարանն ասում, որ անօրենությունը շատանալով բոլորի սերը կպաղի, շատերի կներեք, շատերի սերը կպաղի, որովհետև անօրենությունը, չարությունը, երբ որ շատանում է, շատ անգամ նրանք, ովքեր հոգով չեն ապրում, նրանք, ովքեր չեն սիրում Հիսուսին, նրանք, ովքեր անցած կիրակի ես ասեցի չեն համբյուրում Հիսուսին, նրանք ունեն խնդիրներ իրենց կյանքում։ Ինձ հարցնում են, ասում են համբյուրելը, Հիսուսին համբյուրելը որն է։ Հիսուսին համբյուրելը ինձ թվում անցած անգամ ես ասեցի, երբ որ սիրում ես, համբյուրելը տելա գալի։ Երբ որ չես սիրում, փորձում ես ու խոդ անես։ Համբյուրել նշանակում է Հիսուսին սիրել։ Ով այսօր մեզանից Հիսուսին այնքան սիրում, որ իր առօրյայում ամեն տեղ գլխավոր դերում Հիսուսն է, մեր մտքի մեջ Հիսուսն է, մեր գործերում Հիսուսն է, ես գիտեմ, որ այդպիսին կան լիքը ստեղ գտնվող, գիտեմ, բայց ես կոչ եմ անում, որ նրանք, ովքեր դեռ այդպիսին չեն, դառնան այդպիսին։ 3 տիպի քրիստոնյաներ կան, բայց այն երկրորդ տիպի քրիստոնյաները իրանց միշտ մխիթարում են, որ մենք էլ ենք քրիստոնյա, մենք էլ ենք եկեղեցի գալի, մենք էլ ենք պաշտամունքին մասնակցում, մենք էլ ենք ծառայություն անում, միկրոֆոն ենք բռնում, խոսք ենք ասում, երգ ենք երգում, նվագում ենք, ի վերջո ինչ որ մի բաներ անում ենք, տանում ենք, բերում ենք, բայց դա չի, գրված է, մարմնական են նրանք, Եթե դու այսօր չարությունը չես հեռացնում քո սրտից, եթե դու այսօր չարությունը չես հեռացնում, եթե դու այսօր թույլ չես տալիս, որ Սուրբ Հոգին գործի քո մեջ, գրված է, որ բարիությունը դա Սուրբ Հոգու պտուղն է, բարիությունը դա ցույց է տալ ինչքանով ես դու փոխվել, բարիությունը դա մեր պակասածելն է, եթե անցնում է ժամանակ ու դու եկեղեցում, որպես եկեղեցու մարդ, բռնացնում ես քեզ, որ քո ամուսնու հետ, կեսուրիդ հետ, հարևանիդ հետ, ընկերոջդ հետ դու բռնկվում ես, դու հիստերիայի ես մատնվում, դու լաչառանում ես, դու քեզ կորցնում ես եւ ընդհանրապես չես կարող կառավարես, նշանակում է դու հլա դեռ մարմնական մարդ ես, դու դեռ հլա մարմնով ես, դա հոգով չես շարժում, նշանակում է, որ այդ պտուղը հլա դեռ չի հասունացել քո մեջ, բայց սաղ քո ձեռքում է, չկա ասենց մի բան, որ ապրեմ, 2025 ապրեցի, չեղավ 26-ը չապրեցի, 27-ի մարտի 7-ին հոպ ես դառա բարի, այտենց բան չկա, միամիտ չի լինում, դրա վրա աշխատել է պետք, իսկ աշխատելը նշանակում է Աստված ամեն անգամ պրովոկացիա է տալու քո կյանքի մեջ, որ տեսնի, փորձի, դու ինչպիսին ես վարվում։ Всегда Бог будет провоцировать тебя на то, чтобы проверить, насколько силен, насколько ты духовен, ինչքանով ես դու հոգևոր։ Տարբեր իրավիճակներ, տարբեր սիտուացիաներ կարան բարձրանան քո կյանքում, որը ցույց կտան, որ դու կամ լավ լուրջ հոգևոր ես, եւ դու քեզանից գող կլինես, կամ էլ դու քեզանից կզզվես, կասես ինձանից Պողոս Պետրոս դուրս չի գա։ Բարիությունը առանց սիրո չունի իր մեջ ոչ մի արժեք։ Պողոս առաքյալն ասում է, որ բարիությունը այն ինչ որ մենք ասում ենք, ես ուզում եմ հասկանանք, որ բարիությունը, բարեգործությունը, բարի գործերը չի, բարեգործեր Պողոս առաքյալը ասում է, եթե բարի գործեր անեմ, եթե նույնիսկ կյանքս պատրաստ լինեմ տալու, ամեն ինչ անեմ, բայց սերը չլինի մեջ, անիմաստ բան է, գլխավոր շարժառիթը բարիության, Սուրբ Հոգու պտուղ, բարիության շարժառիթը դա սերն է, դրա համար էլ Հիսուսն ասում է, որ ինչ օգուտ ունեք, եթե ինչ առավել բան եք անում, եթե բարև տվողին եք տալի, դա լյուբոյ մարդ էլ անում է, լյուբոյ մարդը ամեն մեկս ունենք մարդկային լիմիտավորված համբերություն եւ բարիություն, անեն չի, որ անհավատները բարի չեն, անհավատներն էլ են բարի, երևի թե բոլորդ էլ գիտեք, անհավատների մեջ էլ կան անգամ բարիներ կան, բայց բարիությունը, որը մարդկայինն է, դա լիմիտավորված, այսինքն սահմանափակ է, փոքր է, մի պա բարի ես, հլա մի քիչ հասցրա գագաթնակետին, լատես ինչ է դառնում այդ բարիությունը, այլևս էլ չես տեսնի, բարիությանն էլ չափ ու սահման կա, համբերությանն էլ կա, բայց Աստված ասում է, որ եթե դուք ձեզ սիրողներին ուղղակի չարեր ընդհանրապես բարև չեն տալի, բայց եթե դու բարևում ես բարև տվողին, դու արդեն նորմալ է, արդեն բարի ես, բայց այդ Աստծո բարիությունը չի, Աստծո բարիությունը դա երբ որ դու անում ես չափից
են կողմ, սահմանից են կողմ, այսինքն քեզ չբարևողին ես բարևում, քեզ վատություն անողին ես լավություն անում, այսինքն քեզ ոչ թե դու անում ես քեզ լավություն, բարիություն ես ցույց տալի նրան, ովքեր բարի են քո նկատմամբ, ովքեր քո դեմ չար են եւ քո մահն են ուզում, դու նրանց հանդեպ բարի ես, այդ բարիությունը Սուրբ Հոգու պտուղն է, այդ եղավ Գողգոթայի վրա, այսօր Հովիվ Սերգեյը լավ պատմեց, ես չգիտեմ ով լսեց, չլսեց այն պատմությունը, եղբայրների պատմությունը, հենց դա է Հիսուսի արածը, երբ որ Հիսուսը ուղղակի չսիրեց իրեն սիրողներին, բարև չտվեց եւ հատ չկիսեց իրան ջանջիկ արասողներին, ինքը ավելին արավ, ինքը արավ եւ ասեց. սիրեք ձեզ ատողներին, օրհնեք ձեզ անիծողներին, աղոթեք ձեզ հալածողներին, այս ամենը բարիության պտուղներն են, այս ամենը Տիրոջ պտուղ բարիության, Սուրբ Հոգու պտուղ բարիությունն է, որովհետև եթե այդ պտուղը չլինի, դու կլնես բարի, բայց մի կարճ ժամանակ։ Ինչպիսի պետք է լինի մեր բարիությունը։ Մեր բարիությունը պետք է լինի բոլորի նկատմամբ։ Գաղատացիս 6:10 Պողոսն ասում է, քանի ժամանակ ունենք, բարի գործենք ամենքին, մանավանդ հավատքի ընտանիքներին։ Քանի ժամանակ ունենք, բարի գործենք ամենքին։ Մեր բարիությունը պետք է լինի բոլորի նկատմամբ, հիշացնում եմ, բարիությունը պետք է լինի եւ հավատացյալների եւ անհավատների նկատմամբ, ուղղակի Պողոսն ասում է, մանավանդ, ավելի եթե հնարավոր է մի քիչ շատ անել հոգեվորներին, որովհետեւ իրանք քո ընտանիքի ներկայացուցիչներն են, բայց չի ասում, որ դու հոգեվորների մեջ ջանջիկյալ, անհավատների մեջ մարդիկ կան այսօր, որ սկի հարսանիքներ չեն գնում, քեֆ ուրախության չեն գնում, որովհետև այնտեղ անհավատներ են, ասում են ինչ եմ անել այնտեղ, բայց այնտեղ քո բարեկամներն են, այնտեղ են մարդիկ են, ովքեր միգուցե ունեն փրկության կարիք եւ սպասում են, որ ինչ որ մեկը գա եւ ինչ որ մի բան ասի, հնարավոր է դու գնաս եւ օգտակար լինես, հնարավոր է քո լույսը այնտեղ պիտանի գտնվի, բոլորի նկատմամբ բարի եղնենք, չար չլինենք, ոչ մեկի նկատմամբ, ոչ մեկի, դաժե այն մարդու, ով որ ձեզ շատ մեծ ցավ է պատճառել եւ այդ ցավը տարիներով ձեզ ցավացրել է, փորձեք ծածկել, սիրել, ներել, որովհետեւ Աստծո բնավորությունն է սիրել, ներել եւ բարիությունով ծածկել բոլորի նկատմամբ։ Մեր բարիությունը չպետք է ցուցադրական լինի, երբեք բարիությունը չանես անենց որ մարդիկ դա տեսնեն, եկեղեցին տեսնի, հովիվը նկատի, Facebook-ն ու Instagram-ը լայքերով լցնի, երբեք այդպիսի բարիություն չանես։ Եթե բարիություն ես անում, հարավոր աչքդ չիմանա ձախդ, բայց սա ամուսինների մասին չի խոսքը։ Հին հավատացյալները սենց են մտածում, որ երբ որ բարեգործություն ես անում, այսինքն մարդուց փողը վերցնում է եւ տանում է 10-րդ կամ տանում է եկեղեցի կամ օգնություն եւ անենց անում է, որ մարդը չիմանա, ասում է գրված աչքդ չիմանա, թե ձախը ինչ անում, դա դրա մասին չի, ամուսինը միշտ պետք է իմանա ինչ ես անում դու, նա մանավանդ եթե դա իր փողն է, նա մանավանդ, դա համար այս սրա մասին չի ասում, պրոստը ուզում ասի, որ դաժե կողքինը, աչքն ու ձախը իրար կողք է, ուզում ասի, որ կողքիդ մարդը չնկատի, թե դու ինչ ես անում, փող մի հնչեցրու, բարիություն արա, բարեգործության մասին չեմ ասում, այսինքն ների, բայց այդ ներելուց հետո մի գնասի, բա գիտես ես ինչ արեցի, գիտես ինչ մեծ քայլի դիմեցի Արոջան, չես պատկերացնում, ինչ արժեր ինձ համար այդ ներողամտությունը, ես գնացի ու ներեցի, դա արդեն փոփոլա, հա, ոբշեմ, լոպազություն է, դա արդեն են չի, երբ որ բարիություն ես անում, երբ որ կարում ես մեկին ներել, ների ինենց, որ կողքինը չնկատի, մենակ Տերը տենա, եթե ուզում ես մեկին բարի անել, հենց արա, որ մեկը չնկատի, մենակ Տերը տենա, ինչքան շատ Տերը տեսավ, ընքան շատ կորշնվես դու, ինչքան քիչ Տերը տեսավ, ընքան շատ լայքեր ու ծափարություններ կստանաս դու, բայց օրհնություններ դրա մեջ չեն լինի։ Մեր բարիությունը անդադար գործող պրոցես է, բարի գործելուց չդադարեք, բարիությունը ցուցադրելուց չդադարեք,
բարի լինելու չդադարեք։ Այսօր մարդիկ հոգնում են, ձանձրանում են։ Եթե Պողոսը ասում է, որ չձանձրանաք բարի գործ անելու, Գաղատացիս 6:8-ում, որովհետև ժամանակին գրված է կհնձեք, եթե չթուլանաք։ Եթե ասում է, ուրեմն կա այդ ձև երևույթ, որ մարդը կարա բարի լինել օրերից մի օր, դրուկ հոգնի։ Եթե մարդ ձանձրանում է, հոգնում է, բարի անելով, նշանակում է ինքը մարդկային մոտիվացիա ունի։ Հիմնականում մարդիկ ձանձրանում են եւ թուլանում են եւ հոգնում են բարի անելուց, եթե չի գնահատվում իրանց բարին, եթե չի գնահատվում։ Մայր Թերեզան գիտեք, Մայր Թերեզայի տեզիսները ասում է մարդիկ հաճախակի լինում են ու կլինեն անհիմն, անտրամաբան եւ էգոիստ, շարունակի ներել իրանց։ Եթե դու բարի ես, մարդիկ կարող են քեզ մեղադրել գաղտնի նպատակների մեջ, շարունակի մնալ բարի։ Այնինչ շինել ես տարիներով, ինչ որ մեկը կարա մի գիշերվա մեջ քանդի, շարունակի շինել։ Լավությունը, որ դու անում ես այսօր, վաղը կմոռացվի եւ չի գնահատվի։ Շարունակի բարի անել։ Շարունակի բարի անել։ Սիրելիներ, բարիությունը պետքա միշտ աճի։ Բարիությունը մեր պետքա միշտ աճ ունենա։ Մեր բարիությունը 26 թվի բարիությունը պետքա տարբերվի 25 թվի բարիությունից։ Կարաս հասկանաս ինչով։ Հասկանում եք թե չէ։ 26 թվի բարիությունը պետքա տարբերվի 25 թվի բարիությունից։ Բարիությունը դա պտուղ է, որը պետք է աճի ու այդ աճը պետք է նկատվի, նկատելի լինի, շոշափելի լինի, հնարավոր չի, որ մենք միանգամից չենք դառնում Հիսուսի պես բարի, մենք կամաց ենք գնում Հիսուսին նմանվելու, կամաց ենք փոխվում եւ Աստված իր հարությունով, Քրիստոսը իր հարությունով մեզ տվեց հնարավորություն մոտենալու եւ նմանվելու, առաջ մարդ չուներ այդպես հնարավորություն Հիսուսին նմանվելու, հիմա մենք ունենք, բայց միանգամից չես դառնա պես, դրան ժամանակ է պետք, ուղղակի դու պետքա նկատես, դու պետքա արձանագրես քո բոլոր հաղթանակները, 25 թվականին ինչ հաղթանակներ ունեցար, ում չկարեցար ներես, ում չկարեցար տանես, ում չկարեցար մարսես, ինչն է որ քեզ ափերից հանում է, ինչն է որ քեզ կորցնում է քո հավասարակշռությունը, ինչն է որ քեզ կորցնում է, տանում է ու քեզ կորցնում ես այդ իրավիճակների մեջ ու չես կարող քեզ կառավարես, այդ դրանց մեջ դու պետքա ունենաս 26 թվի մեջ հաղթանակ։ Եթե 26-ում չունեցար, 27-ում պետք է անպայման արձանագրես, որ այդ հաղթանակը եղավ։ Այսինքն տարեց տարի դու պետքա փոխվես, տարից տարի մենք պետքա փոխվենք, սիրելիներ։ Մեր պարտականությունն է